Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Էմմա Շաբոյանն եմ, բարև ձեզ։ Այսօր Մեյն նահանգի Բիդեֆորդ քաղաքում ներգաղթի եւ մաքսային ծառայության գործողության ընթացքում այսի կրակոցից զոհվել է 26-ամյա Կոլումբիայի քաղաքացի։ Նա չի եղել արտաքսման գործողության հիմնական թիրախը։ Այս մասին հայտարարել է Մեյնից անկախ սենատոր Անգուս Քինգը ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Մարկ Մալինի հետ ունեցած զրույցից հետո։ Ներքին անվտանգության նախարարության փոխանցմամբ տղամարդը փորձել է մեքենայով հեռանալ դեպքի վայրից եւ ըստ պաշտոնական վարկածի իր ավտոմեքենան օգտագործել է որպես զենք շարժվելով գործակալի ուղղությամբ։ Դրանից հետո այսի աշխատակիցը կրակ է բացել նրա վրա։ Զոհվածը Միացյալ Նահանգներում օրինական աշխատանքի թույլտվություն ուներ։ Նրա ընտանիքը դեռևս չի ցանկանում հրապարակային մեկնաբանություններ անել։ Մեյնի գլխավոր դատախազության գրասենյակը դեպքը հետաքննում է FBI-ի եւ այլ դաշնային կառույցների հետ։ Կրակոց արձակած գործակալը ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից մինչև քննության ավարտը։ Դեպքից ժամեր անց Բիդեֆորդում անցկացվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջել են անկախ եւ թափանցիկ քննություն, քննադատելով Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականությունը։ Սա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ մահացու միջադեպն է այսի մասնակցությամբ եւ առնվազն 9-րդը նախագահ Դոնալդ Թրամփի խստացված ներգաղթային քաղաքականության մեկնարկից ի վեր։ Կապիտոլիումի ոստիկանությունը ձերբակալել է 67-ամյա Վենդել Ռոյսթերին, որը Միսիսիպի նահանգից վարձակալած ավտոմեքենայով մոտեցել էր Կապիտոլիումի հյուսիսային անցակետին իր մոտ ունենալով ատրճանակ։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրից հետո։ Ոստիկանության տվյալներով տղամարդը մոտեցել է անցակետին եւ ոստիկաններից ճանապարհ է հարցրել դեպի Գերագույն դատարան։ Զրույցի ընթացքում ծառայողներից մեկը նկատել է, որ նրա ծնկների վրա դրված է ատրճանակ, ինչից հետո ոստիկաններն անմիջապես արձագանքել են։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը հանձնվում Կապիտոլիումի ոստիկաններին։ Վենդել Ռոյսթերին մեղադրանք է առաջադրվել առանց թույլտվության ատրճանակ կրելու համար։ Իշխանությունները հայտնել են, որ դեպքը կապ չունի Կոնգրեսի աշխատանքի կամ որևէ սպառնալիքի հետ, չնայած այն տեղի է ունեցել հենց այն օրը, երբ Կոնգրեսը երկշաբաթյա ընդմիջումից հետո վերսկսել էր աշխատանքը։ Կապիտոլիումի ոստիկանությունը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ տարածքում ցանկացած տեսակի զենքի առկայությունն արգելված է։ Լոս Անջելեսի շրջանի Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ Էնջելես ազգային անտառի տարածքում բռնկված Սամմիտ անտառային հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են եւ իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Վերջին տվյալներով հրդեհը վերահսկվում է 39%-ով, իսկ հրշեջները շարունակում են ամրացնել վերահսկողության գծերը եւ մարել առանձին թեժ օջախները։ Պաշտոնյաների գնահատմամբ հրդեհի հետագա տարածում չի սպասվում։ Այն բռնկվել էր ուրբաթ կեսօրից հետո Լոս Անջելեսի շրջանի Լիանո բնակավայրի մերձակայքում գտնվող դժվար անցանելի լեռնային տարածքում։ Այս պահին Սամմիտ հրդեհը տարածվել է շուրջ 2690 ակր տարածքի վրա։ Նախնական տվյալներով հրդեհի հետևանքով վնասվել է 3 բնակելի տուն, մեկը ամբողջությամբ ոչնչացվել է։ Բացի այդ վնասվել է 2 փոքր շինություն, իսկ մեկը ամբողջությամբ այրվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր նոր ռազմական հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն գործողություններն ուղղված են Իրանի ռազմական հնարավորությունները թուլացնելուն եւ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները կանխելուն։ Հարվածների մասին հայտարարությունից անմիջապես հետո նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կրկին խոսել է Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերսկսման մասին։ Թրամփի խոսքով ԱՄՆ-ն վերահսկելու է նեղուցը եւ ապահովելու է միջազգային նավարկության անվտանգությունը։ Նախագահը նաեւ ասել է, որ այսուհետև ԱՄՆ-ն նախատեսում է վճար գանձել այն նավերից, որոնք կանցնեն Հորմուզի նեղուցով, նշելով, որ այդ միջոցները պետք է փոխհատուցեն անվտանգության ապահովման ծախսերը։ Իրանն էլ շարունակում է պնդել, որ հենց ինքն է վերահսկում Հորմուզի նեղուցը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Թրամփի հայտարարությանը, նշելով, որ եթե որևէ երկիր պետք է փոխհատուցում ստանա նեղուցի անվտանգությունն ապահովելու համար, ապա դա Իրանն է։ Միաժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ չնայած ռազմական գործողություններին, Վաշինգտոնը դեռ չի հրաժարվել բանակցային ճանապարհով վերջնական համաձայնության հասնելու հնարավորությունից։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Վիվալդի Քեթրինգին։ Եթե պատվերի ժամանակ նշեք, որ նրանց մասին տեղեկացել եք Արմեդիայից, ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Պատվերները կարող եք կատարել օնլայն, այսինքն առցանց կամ զանգահարել 707 771 77 71 հեռախոսահամարին։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people. Make every moment a Vivaldi moment. Շարունակենք լուրերը։
Սենատոր Լինսի Գրեհեմի անսպասելի մահից հետո Հանրապետական կուսակցությունը բախվել է քաղաքական նոր անորոշության։ Գրեհեմը համարվում էր ոչ միայն ազդեցիկ օրենսդիր, այլև նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ դաշնակիցներից մեկը Սենատում եւ հաճախ միջնորդում էր Սպիտակ տան ու Հանրապետական սենատորների միջև։ Իրավիճակը բարդանում է նաեւ այն պատճառով, որ նախկին Հանրապետական առաջնորդ Միչ Մաքքոնելն արդեն գրեթե 1 ամիս գտնվում է բուժման մեջ եւ հայտնել է, որ դեռ չի կարող վերադառնալ աշխատանքի։ Այս երկու ազդեցիկ սենատորների բացակայությունը զգալիորեն թուլացրել է հանրապետականների դիրքերը, հատկապես երբ Սենատում նրանք ունեն ընդամենը 53-47 առավելություն։ Թրամփը նշել է, որ Լինսի Գրեհեմն առանձնահատուկ կարողություն ուներ համոզելու սենատորներին եւ անհրաժեշտ աջակցություն ապահովելու կարևոր նախաձեռնությունների համար։ Առաջիկա շաբաթներին Սենատը պետք է քննարկի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում գլխավոր դատախազի պաշտոնում Թոդ Բլանշի թեկնածության հաստատումը, ազգային հետախուզության ղեկավարի նշանակումը, ինչպես նաեւ դաշնային կառավարության ֆինանսավորման հարցերը հերթական հնարավոր փակումը կանխելու նպատակով։ Օրակարգում է նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների երկուսակցական օրինագիծը, որի գլխավոր նախաձեռնողներից մեկը հենց Լինսի Գրեհեմն էր։ Կոնգրեսում ներկայացվել է նոր երկուսակցական օրինագիծ, որը կարող է վերջ դնել տարին 2 անգամ ժամացույցի փոփոխությանը։ Ներկայացված նոր օրինագիծն առաջարկում է այլ լուծում՝ ամբողջ երկրում մշտապես պահպանել ստանդարտ ժամանակը, որն այժմ գործում է նոյեմբերից մինչև մարտ ամիսները։ Միաժամանակ օրինագիծը թույլ կտա առանձին նահանգներին, եթե ցանկանան, ընտրել մշտական ամառային ժամանակը։ Առողջապահության ոլորտի բազմաթիվ մասնագետներ նշում են, որ ստանդարտ ժամանակը ավելի բարենպաստ է մարդու առողջության համար, քանի որ ապահովում է ավելի շատ առավոտյան բնական լույս, ինչը նպաստում է քնի, հորմոնային համակարգի եւ օրգանիզմի բնական կենսաբանական ռիթմի պահպանմանը։ Եթե օրինագիծն ընդունվի, ձմեռային ամիսներին փոփոխությունները գրեթե չեն լինի, սակայն ամռանը արևը ավելի վաղ կծագի եւ ավելի շուտ էլ մայր կմտնի։ Այս պահին Կոնգրեսում միաժամանակ քննարկվում են ժամի փոփոխությանը վերաբերող մի քանի տարբեր նախաձեռնություններ, այդ թվում ամառային ժամանակը մշտական դարձնելու օրինագիծը։ Եթե այս տարի Կոնգրեսը որևէ օրինագիծ չընդունի, ապա ԱՄՆ-ում ժամացույցները, ինչպես նախատեսված է, նոյեմբերի 1-ին կրկին 1 ժամ հետ կտեղափոխվեն։ Հարավային Կալիֆոռնիայում գործող Reflect Orbital ընկերությունը ստացել է ԱՄՆ-ի դաշնային կապի հանձնաժողովի թույլտվությունը փորձարկելու տիեզերական հայելին, որը կարող է արևի լույսն արտացոլել երկրի մութ հատվածների վրա։ Թույլտվության համաձայն ընկերությունը կգործարկի առաջին արբանյակը, որի վրա տեղադրված կլինի հատուկ ուղղորդվող հայելի։ Այն նախատեսված է արևի լույսն արտացոլելու միայն նախապես ընտրված տարածքների վրա։ Նախնական փուլում ընկերությանը թույլատրվել է ուղեծիր դուրս բերել միայն 1 արբանյակ։ Ծրագրի նպատակն է պարզել, արդյոք տեխնոլոգիան արդյունավետ է եւ հնարավոր կլինի այն հետագայում կիրառել ավելի մեծ մասշտաբով։ Ծրագիրը սակայն քննադատության է արժանացել։ Աստղագետները, բնապահպաններն ու մի շարք մասնագետներ զգուշացրել են, որ տիեզերական հայելիների արտացոլած լույսը կարող է խանգարել աստղագիտական դիտարկումներին, շեղել օդաչուներին, ինչպես նաև ազդել մարդկանց, կենդանիների եւ բույսերի բնական կենսաբանական ռիթմերի վրա։ Reflect Orbital ընկերությունը հայտարարում է, որ իր նպատակը մաքուր էներգիան հասանելի դարձնելն է ցանկացած պահի։ Ընկերության համոզմամբ տեխնոլոգիան կարող է օգնել էներգետիկ խնդիրների լուծմանը, բնական աղետների ժամանակ լուսավորություն ապահովելուն, արդյունաբերությանը եւ գյուղատնտեսությանը։ Ըստ ընկերության ծրագրերի մինչև 2026 թվականի վերջ ուղեծրում կգործեն 2 արբանյակ։ 2027 թվականին ընկերությունը նախատեսում է ուղարկել արդեն 36 արբանյակ, որոնք շուրջ 2.5 ժամ կկարողանան ապահովել փողոցային լուսավորությանը մոտ պայծառություն։ Ամենահավակնոտ ծրագիրը նախատեսված է 2035 թվականի համար։ Այդ ժամանակ Reflect Orbital-ը ցանկանում է ունենալ ավելի քան 50,000 արբանյակ, որոնք ըստ ընկերության կկարողանան ժամերով ստեղծել գրեթե ցերեկային լուսավորություն երկրի տարբեր հատվածներում։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան եւ մի շարք այլ նահանգների գլխավոր դատախազներ դատարան են դիմել, փորձելով արգելափակել Paramount Global-ի եւ Warner Brothers Discovery-ի առաջարկվող միավորումը։ Նրանք պնդում են, որ գործարքը խախտում է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող հակամենաշնորհային օրենքները։ Բոնտայի խոսքով, եթե գործարքն իրականացվի, նոր ընկերությունը կվերահսկի ԱՄՆ-ում կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի գրեթե 1/3-ը, ինչպես նաեւ հիմնական կաբելային հեռուստաալիքների մոտ 1/3-ը, ներառյալ ամենադիտվող ալիքների շուրջ կեսը։ Դատախազը նշել է, որ միաձուլումը հատկապես կազդի խոշոր բյուջեով ֆիլմերի վրա։ Նրա հաշվարկով այդ դեպքում ընդամենը 4 ստուդիա կվերահսկեն բլոկբաստեր ֆիլմերի ավելի քան 90%-ը, ինչը կթուլացնի մրցակցությունը եւ կբարձրացնի կինոթատրոնների ծախսերը։ Բոնտան ընդգծել է, որ կինոթատրոնները կկորցնեն բանակցային հնարավորությունները, ստիպված կլինեն ավելի բարձր գներ վճարել ֆիլմերի ցուցադրության համար, իսկ դրա հետևանքով կարող են աճել տոմսերի գները։
Նրա խոսքով միաձուլումը կարող է բացասաբար անդրադառնալ նաև հեռուստադիտողների վրա, քանի որ կաբելային եւ արբանյակային օպերատորները նույնպես կկորցնեն բանակցային հնարավորությունները, ինչը կարող է հանգեցնել բաժանորդային վճարների թանկացման։ Այսօր այսքանը, ես եմ Աշաբոյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել մեր տեսանյութերը եւ տարածել դրանք։ Դա մեզ համար շատ կարեւոր է։ Ցտեսություն։